Բարև ձեզ, Ռադար Արմենիայի եթերում 25 րոպե Երևանի մասին հաղորդաշարն է եւ մեր հյուրն է Երևանի ավականու Իմ քայլը խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար, պարոն Զաքարյան։ Ես շնորհակալ։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Պարոն Զաքարյան, մեր թեման լինելու է փողոցային առևտուրը հիմնականում, բայց առաջին հարցս հետեւյալն է։ Երբ կկառուցվի Գայի պողոտայի Մերսեդես խաչմերուկի գետնանցման թեքահարթակը կամ դուք ասացիք, որ թեքահարթակ հնարավոր չէ, պետք է վերելակ տեղադրվի։ Մոտավորապես երբ այդ խնդիրը կլուծվի, ընդհանրապես թեքահարթակների խնդիրը։ Կարծում եմ վստահ եմ, որ մոտակա 1-1.5 ամսվա ընթացքում, որովհետև մրցույթը արդեն իսկ կայացել է եւ առաջի վերելակը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար արդեն տեղադրվում է Փակ շուկայի գետնանցումում։ Մենք այս առաջի մրցույթով ունենք 9 գետնանցումներում վերելակների տեղադրում։ Դրանցից մեկը ձեզ նշած Գայի պողոտայի գետնանցումն է։ 8 գետնանցում եւ 9-րդը հաղթանակի կամուրջի մոտ է տեղադրվելու, որը իջնում է ներքև դեպի սեփական սեկտորը, այդ փողոցի անունը այս պահին դժվար եմ հիշում։ Անցնենք հիմնական թեմային փողոցային առևտուր, կարծում եմ, որ մասնավորապես Երևանում սա բավականին մտահոգիչ հարց է։ 2023 թվականի մարտին Ազգային ժողովը սահմանափակեց փողոցային առևտուրը, օրենքը նոր մշակվեց, սակայն ես ինքս որևէ տարբերություն չեմ տեսնում։ Դուք տեսնում եք, կարծում եք օրենքը գործել է։ Նախ պիտի հասկանանք ինչ է նշանակում սահմանափակել։ Ես այդ օրենքին այդպես չի ասի, օրենքը ընդունվել է, որ թույլ է տալիս արգրավել ապօրինի առևտրով զբաղվող մարդկանց այն ապրանքը, որը տվյալ պահին վաճառվում է։ Ես որոշակի փոփոխություն նկատում եմ Հյուսիսային պողոտայում եւ Հանրապետության հրապարակում, որը չեմ կարող ասեմ, որ բավարար է, բայց բավական նկատելի տարբերություն կա։ Ինքս ապրում եմ հիմնականում ունեմ բողոքներ, հիմնականում Նարտոս փողոցի եւ Տիգրան Մեծ խաչմերուկի մի հատված կա, որտեղ տևական ժամանակ փողոցային այդ ապօրինի առևտուրն է կատարվում, իրականում այդ հատվածում եւ քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում շատ մեծ տարբերություն չեմ նկատում, բայց հանուն ազնվության պիտի ասեմ, որ ինտենսիվ աշխատանքներ նկատում եմ։ Տեսեք, այդ օրենքը, որը թույլ է տալիս այդ ապրանքը բռնագրավել, ունի նաեւ իր ոնց ասեմ, վտանգավոր կողմերը, որովհետև ամեն դեպքում սոցիալական հարց կա եւ այդ մարդիկ օրվա ապրուստի խնդիրն են լուծում։ Գուցե ոչ բոլորը, որովհետև իմ խորին համոզմամբ այն խանութները, որոնք հանում են ապրանքը շարում են դրսում, իրենց առևտուրը կարող են նաեւ խանութում անել, բայց կան մարդիկ, հատկապես տարիքով մարդիկ, ովքեր նկատելի սոցիալական վատ վիճակից ելնելով առևտուր են իրականացնում։ Այսինքն դրան զուգահեռ, որ պիտի լինի տուգանքներ գրվեն կամ ապրանքը արգրավի, նաև պիտի փորձել այդ մարդկանց տանել դեպի շուկա, դեպի թույլատրելի վայրեր, որտեղ առևտուրը արդեն ապօրինի չի։ Բայց պարոն Զաքարյան, իրենք էլ ախր ասում են, որ ինչպես գնանք շուկա գնացող չկա, ամեն քայլափոխի սուպերմարկետներ են, բանջարեղենի խանութներ են, այսինքն ստացվում է, որ շուկա տանելով այդ մարդկանց սոցիալական խնդիր չի լուծվում։ Ես ինքս ամեն շաբաթ օր առևտուր եմ անում շուկայից, որ քաչ հայտնի գումի շուկա կոչվող այդ շուկայից եւ ես չեմ ասի, որ առևտուր չկա, ամբողջ շուկան զբաղացրած է առևտրականներով,
եւ ես ինքս այդ շուկայից ամեն շաբաթ օր առևտուր եմ ունում։ Այսինքն գնորդներն էլ շատ են։ Այո, հատկապես հիմա որ տուրիստները շատացել են, այդ շուկայում ես մեծ փոփոխություն եմ նկատում շարժի եւ բացի դա նաեւ երեկոյան ժամերին գործում է հենց այդ նույն շուկայի հարևանությամբ մեծածախ շուկա, որտեղ նորից մարդիկ այդ ժամերին առևտուր են անում։ Ամեն դեպքում պետք է այս մարդկանց հետ աշխատանքներ տարվի եւ փորձ արվի, որպեսզի իրենք առևտուր իրականացնեն շուկաներում, որովհետեւ այդ մարդիկ համոզված են, որ աշխարհի ամենալավ տեղը, որ կարա առևտուր լինի, դա հենց այն փողոցի հատվածն է, որտեղ իրենք կանգնում են։ Բայց մենք բոլորս գիտենք, որ տենց չի, որովհետեւ խանութներում եւ շուկաներում առևտուր նույնպես լինում է, բայց ելի եմ կրկնում, քանի որ խոսքը գնում է այդ սոցիալական հատվածի մասին եւ հիմնականում մեծ մասը կազմում են տարեց մարդիկ, այս մարդկանց հետ պետք է աշխատանքներ անընդհատ լինեն եւ ես չեմ կարծում, որ լավագույն միջոցը հենց ապրանքի բռնագրավումն է, բայց ստիպված նաեւ լինում են դեպքեր, որ մեր առևտրի բաժինը ոստիկանության հետ համատեղ շրջայցեր անում եւ արգրավումներ տեղի են ունենում։ Լինում են եւ բավականին աղմուկով են իրականացվում։ Հա, որովհետեւ ցավոտ թեմա է, որովհետեւ մարդու ապրանքը վերցնում են, բայց նաեւ մյուս կողմից պետք է հասկանալ, որ եթե մի բանը արգելված է օրենքով, այդ պիտի չարվի, էլի, միշտ էլ տենց ցավոտ է լինում որոշ բաներ, որոնք պիտի իրականացվի, այս դեպքում այո, երբ որ քո ապրանքը արգրավում է, բայց եթե դու դրա մասին զգուշացվել ես, եթե դու դրա մասին գիտես ու շարունակում ես քո առևտուրը, ապա նաև պիտի գիտակցես, որ կարա նաև լինի տենց, որ ուղղակի գան ապրանքը բռնագրավեն։ Պարոն Զաքարյան, գիտեք, խնդիրը այստեղ նաև կանում է նրանում, որ որոշ մարդիկ, ովքեր փողոցում են վաճառում, 1-2 արգղ է դրած, մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը եւ թաղապետարանի աշխատակիցները մոտենում են, փորձում են արգրավել, բայց կան բանջարեղենի խանութներ, որոնք դրսում դնում են կրկնակի քանակությամբ ավելի շատ ապրանք, քան կա խանութի ներսում, բայց ես չեմ հիշում որևէ նման դեպք, որ ինչ որ մեկը մոտենա եւ ասի իրենց ինչ է այստեղ կատարում կամ փորձի արգրավել։ Անում են եւ խանութի դուրսը դրածն է արգրավում, փաստերով կա, առնվազն մեր առևտրի բաժնի էջը, եթե դուք նայեք, վերջին շրջանում մեծականակ վիդեոներ կան, որտեղ կոնկրետ խանութի դիմացի ապրանքն են արգրավում եւ այդ դեպքերը միակը չեն, իրականում տարբերություն չկա դրսում կանգնածի եւ այդ խանութի արածի, որտեղ խանութի սահմանից դուրս արդեն առևտուրը ապօրինի է։ Անկեղծ ասած, մեր առևտրի բաժնի ռեսուրսները անսահմանափակ չեն, իրականում մեծ ռեսուրս պահանջող աշխատանք է, որովհետև առևտրի բաժնի միակ գործառույթը ապօրինի առևտրով զբաղվելը չի, այլ ունեն բազմաթիվ այլ գործառույթներ եւ նաեւ ինքը պահանջում է տրանսպորտային միջոց մեծ, որով պետք է այդ արգրաված ապրանքները տեղափոխել, նաեւ ոստիկանության օգնությանն ենք դիմում եւ պետք է համաձայնեցվի, որ ոստիկանությանից որ կանխեն այն դեպքերը, որոնք կարան լինեն, օրինակ, ասենք, վեճեր առևտրականների հետ եւ այլն։ Մի փոքր խոսենք թվերով, քաղաքապետարանի տվյալներով 2015-2021 թվականների ընթացքում Երևան քաղաքում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու փաստի առթիվ կազմվել է 3532 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Եվ պետք է նաև նշենք, որ դրանցից վճարվել է 35%-ը, այսինքն 79 միլիոնից 35%-ն է վճարվել։ Ստացվում է, որ այս տուգանքները չեն աշխատում։ Այս 35%-ն էլ է տեղից վերցված, այսինքն դա ստուգված թիվ է։ Տեսեք, իրականում
իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ դու գանելով չի, որ այս հարցը պիտի լուծվի, արդեն անդրադարձա նախորդ իմ խոսքում, որ հիմնական իհարկե եթե օրենքի ներկայացուցիչը գալիս է իր պարտականությունն է նաև վարչական տուժ կիրառի, նաև արդեն արգրավում կատարի, բայց ելի եմ կրկնում, պիտի այդ մարդկանց փորձել ուղղորդել դեպի օրինական դաշտ։ Ինչ վերաբերվում է, որ չի վճարվում։ Ես արդեն ասացի, որ հիմնականում սոցիալական այն խմբի մարդիկ են փողոցում առևտրով զբաղվում, ովքեր իրականում նաև իրենց անձնական հաշիվներում չունեն որևէ դրամական միջոց եւ չունեն նաև որևէ սեփականություն։ Այսինքն մարդիկ, որոնք որ վարչական տուժ են ենթարկվում, հետագայում չեն վճարում այդ տուժերը, քաջ իմանալով այն մասին, որ որևէ բան իրենց հետ չի լինելու, դրա համար ձեր նշած թիվը այդքան ցածր է։ Ինչ է լինում վերջաբանում դահակն որևէ գույք չունի արգրավելու, որովհետև այդ մարդը որևէ սեփականություն չունի։ Եվ շատ անգամ լինում է, որ հենց այդ մարդիկ են, որոնք որ այդ փողոցում կանգնած այդ առևտուրը իրականացնում են, ցավոք սրտի նաև լինում են դեպքեր, որ այդ մարդկանց շահագործում են այն մարդիկ, ովքեր հենց իրապես ապրանքի տերն են, բայց որպես վաճառող օգտագործում են այս մարդկանց։ Վերջերս բավական երկար ժամանակ ես Հյուսիսային պողոտայում չէի եղել, վերջերս քայլում եի եւ կարծես Հայաստանում չլինեի, մի տեղից արաբական երաժշտություն է հնչում, թուրքական երաժշտություն է հնչում կամ գոնե թուրքական երաժշտության ելևէջներ են հնչում եւ ես հիշում եմ, որ Հրաչյա Սարգսյանը իր պաշտոնավարման ընթացքում հանձնարարել էր կարգավորել նաեւ փողոցային երաժշտությունը։ Այս մասով կարծես թե փոփոխություններ չկան, գոնե Հյուսիսային պողոտայում փոփոխություններ չկան եւ ինչ է կարծում, ինչպես պետք է լուծվի այս խնդիրը։ Կամ ինչպես կարող է կարգավորվել։ Կա լուծվի, նախ իմ կարծիքով սենց է, եթե դու ապրում ես կենտրոնում, դու պիտի քաջ գիտակցես, որ չես ապրում կներեք օտար բառի համար, Սպալի ռայոն չի կենտրոնը։ Կենտրոնում շարժը մեծ է, կենտրոնում կան բազմաթիվ կաֆեներ, ուրիշ գործող օբյեկտներ, որտեղ երաժշտություն է, եւ այդ երաժշտությունը արգելված է մենակ ժամը 11-ից հետո։ Ինչ վերաբերվում է այն մասով, որ կարա երաժշտությունից աղմուկ լինի։ Երաժշտության բարձր լինելը քաղաքապետարանի գործառույթներից դուրս է ցավոք սրտի գոյություն ունի աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմին, ովքեր որ համապատասխան զանգի կամ բանի արդյունքում պիտի գան դեցիբելները չափեն, որտեղ գոյություն ունի թույլատրելի ձայնի բարձրություն։ Ժամը 11-ից հետո ուղղակի արգելված է եւ վարչական։ Եթե զանգ լինի, կգան կանջատել կտան եւ իրանք վարչական տուժի կենթարկվեն։ Ինչ վերաբերվում է ձեր բարձրացրած խնդրին, որ Հյուսիսային պողոտայում երգում են կամ նվագում են։ Ես ինքս բազմաթիվ անգամ անկանատես եմ եղել, ես չի մենք այս քաղաքում չենք ապրում։ Իրականում Հյուսիսային պողոտան բոլորին ձգող տեղ է։ Հյուսիսային պողոտայում մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ գազ օջախ են բերել ու եգիպտացիներն են խաշած ծախել, կենդանիներ են ծախել, որոնց մասին մեծ արձագանք եղավ սոցիալական ցանցերում։ Մեր առևտրի բաժինը հերթապահություն ունի։ Մինչև ուշ ժամ հերթապահում են, ինչի համար ես իսկապես շնորհակալ եմ իրենց, որովհետև այդ աշխատանքը արտաժամյա է եւ իրենք կատարում են այդ աշխատանքը եւ նաեւ հանրապետության հրապարակում։ Կոնկրետ այս մասով ազգային ժողովում նախագիծը շրջանառվում, ցավոք սրտի ես չգիտեմ այդ նախագիծը ինչ փուլում է, որը նպատակ ունի կարգավորել փողոցային երաժիշտների աշխատանքը, հա, որովհետև իրականում աշխարհի ցանկացած երկրում այս երևույթը կա։ Եթե մենք ուղղակի սոցիալական ցանցերում
թերթենք վիդեոները, ամեն երկրորդ վիդեոն բերում է, որ փողոցում մարդիկ երգում են ու շուրջը ուրիշ մարդիկ են հավաքված։ Ինչը իմ համար նորմալ է, եթե դա կանոնակարգում է, եթե դրա համար հատուկ սահմանված վայրեր լինեն, ասենք, հուսամ այդ օրենքի նախագիծը շուտ կընդունվի եւ արդեն ավականում կմնա դրա կարգավորումներով զբաղվել, այսինքն ես ենթադրում եմ, որ հատուկ տեղեր են լինելու, որոնք սահմանի ավականին, ժամեր են լինելու, որոնք էլի մենք սահմանենք։ Իդեպ այս թեման կապելով առևտրի հետ, հա, ինչ ենք մենք անում, էլի, նոր հիշեցի, երբևէ չի եղել փողոցում շրջիկ եւ առևտրի կանոնակարգում։ Մենք երկու տիպի առևտրի տեսակներ ունենք, շրջիկը եւ շրջածախը։ Շրջիկը դա այն է, երբ որ փողոցներում կանգնում են մեքենաներ, որոնք հատուկ հարմարեցված են, հա, այդ կոֆե բրեյքերի համար։ Այդ մարդիկ մոտենան սուրճ հիմնականում կամ ինչ-որ հյութեր։ Մենք այդ ամբողջը հանեցինք Երևան քաղաքի փողոցներից, սահմանեցինք հատուկ տեղեր եւ դրանք այդ մեքենաների համար հատուկ չափանիշներ, նորմեր, ինչ տիպի պիտի իրանք լինեն, նաեւ ինչ ներսում ինչ պիտի լինի, այսինքն հիգիենայի կանոններից բռնած միջև մեքենայի արտաքին տեսքը եւ իրանք ոչ մեկ չունեն մշտական տեղեր, ինչը հենց համապատասխանում է շրջիկ բառին, այսինքն անընդհատ իրանց տեղը փոխվում է, դա հատուկ մշակվեց մեթոդ, որի օգնությամբ հեռախոսով գրանցվում ես, հետո քո տեղը անընդհատ փոխվում է։ Եվ հիմա դուք չեք հանդիպի Երևանում որևէ ապօրինի գործունեություն անող այդ մեքենաներից, դրանք բոլորը սահմանված տեղեր ունեն եւ հսկվում են մեր առևտրի վարչության կողմից։ Շրջածախը դա էլի մենք երբևէ չեղել ավականու նախագծերով կարգավորեցինք կոնկրետ հիմա, որ որտեղ կարելի է ձեռքի վրա ապրանք ունենալ եւ վաճառել, եւ տեղերը, եւ ձևերը եւ այլն եւ այլն։ Նաեւ կուզեի անպայման խոսել հասարակության վերաբերմունքի մասին, որովհետեւ մենք ինչքան էլ որ փորձենք այդ առևտրի դեմ պայքարել, քաղաքացին ինքը պիտի գիտակցի ումից է առևտուր անում, որովհետեւ դուք պաշտպանված չեք, որ այդ ապրանքը կարա լինի վատը, դուք պաշտպանված չեք, որ այդ ապրանքից դուք կարող եք թունավորվել կամ որևէ այլ բան ձեր հետ կատարվի, որովհետեւ դուք մանավանդ երբ միս են գնում, որը ամբողջ օրը եղել է այո, որևէ քաղաքացի փողոցից գնաց ապրանքից պաշտպանված չի, որովհետև դուք չունեք նաև հայդեպ նպաստում ենք, որ առանց ՀԴՄ-ի առևտուր կատարվի, իսկ ապօրինի կատարվող առևտրից ցանկացած բան, ինչ որ դու գնում ես, կոպիտ եմ ասում, բայց մնում է քո խղճին ու քո, այսինքն հետո եթե Աստված չանի, փչացած լինի, թերակշռված լինի եւ որևէ վատ բան լինի դրանից, դուք չունես որևէ ապացույց ումից ես արել եւ նույնիսկ եթե կես ժամ հետո հետ վերադառնաս, կարող այդ մարդը այդտեղ չլինի։ Գուցե այս մասով սոցիալական հոլովակներ են պետք, որպեսզի մարդկանց բացատրեն, որ գոնե միսը պետք է գնել ստուգված տեղից։ Մենակ միսը չի, իրականում նաև ասում եմ գոնե, որովհետև այս շոքին դա շատ կրկնակի վտանգավոր է։ Նաև ձուկը, նաև միսը, նաև մնացած բանջարեղենը եւ մրգերը, որովհետև բացի որ դրանք ստուգված չեն, նաև փողոցի ամբողջ արտանետումը, թե փոշու տեսքով, թե մեքենաների գազի տեսքով, այդ ամբողջը նստում է այս ապրանքի վրա։ Եվ դրանք սառնախցիկում չեն, սառնարանի մեջ չեն։ Այո, համապատասխան որևէ սարքում չի պահվում, ջերմաստիճանի ապահովում չկա։ Իդեպ նաև շատ ցավալի մի փաստ էլ կա ապօրինի առևտրի հետ կապված, այդ այնա, որ
Ինչքան էլ որ փորձ է կատարվում այս մարդկանց հետ ավելի մեղմ լինելու, ցավոք սրտի իրանք դա չեն գիտակցում։ Իմ համար օրինակ շատ անընդունելի է, որ ասենք հնարավորինս մեղմ վարվելուց հետո, ասենք այդ նույն մարդը կարա որվա վերջում իր ամբողջ աղբը թողի հենց այդտեղ մայթի վրա ու գնա տուն։ Երեկոյան ժամերին, ասենք ես որ այդ իմ նույն նշած հատվածում շրջում եմ, ամբողջ իրանց կողմից թափված աղբն է փողոցում։ Պարոն Զաքարյան, ասացիք նոր հասկացա, որ իրոք ես հիմա չեմ տեսնում քաղաքի փողոցներում այդ մեքենաները, որոնք մշտական ինչ որտեղ կայանված էին եւ շատ ժամանակ չէին էլ գործում։ Դե ասացի արդեն, իրանք մի փուլով մենք իրանց նախ տարհանեցինք քաղաքից եւ հետո արդեն ես իդեպ պիտի նշեմ, որ սա մեր արվեստի վարչության նախաձեռնություններ հիմնականում եւ նաեւ համակարգող փոխքաղաքապետի եւ համարում եմ մեր ստացված լավագույն նախագծերից մեկը, որտեղ իսկապես դրանք պետք են քաղաքում, բայց պետք է լինեն սահմանված վայրերում, սահմանված ժամերի Իսկ կանոնակարգված պետք է լինի։ Այո, եւ ինչի համար եմ նաեւ հանգիստ, որովհետեւ նախորդ նշածս վատ ապրանքը չկա, որովհետեւ ամբողջը ստուգվում է, ամբողջը լիցենզավորված է։ Խոսեցինք աղմուկի մասին, սոցիալական հարթակներում շատ ենք հանդիպում բողոքների կապված հրավառությունների հետ։ Դուք կամ մյուս ավականու անդամները երբևէ փորձել եք ոստիկանությունից պարզել, ինչպես է լինում, որ շատ հաճախ չեն գտնվում հրավառություն կատարողները, չեն տուգանվում եւ չնայած որ օրենքը կա։ Չէ, չեմ փորձել, անկեղծ եթե լինեմ չեմ փորձել։ Իմ պատկերացմամբ ինքը մի քիչ բարդ բռնվող, որովհետեւ Բայց լինում է, չէ՞, որ գտնում են։ Կա, բայց ես ասեմ, որ հիմա մենք շատ ավելի հեշտացրեցինք ոստիկանության համար այս խնդրի լուծումը, որովհետեւ նոյեմբեր ամսին նախորդ տարվա մենք ավականու նախագծով բավական բարդացրել ենք հրավառություններ անողների գործը, ասես ճակերտավոր ասած, որովհետեւ այլևս արգելված է հրավառությունները Երևան քաղաքում, դրանք կարող լինեն բացառապես հանրապետության հրապարակում եւ ազատության հրապարակում քաղաքապետի թույլատրությամբ եւ որոշ դեպքերում քաղաքի այլ վայրերում, եթե այդ հատվածում անցկացվում է պետական որևէ միջոցառում, ելի քաղաքապետի թույլատրությամբ։ Ներկայաշրջանում գիտեմ, որ ազգային ժողովում այդ նախագիծն էլ կա, որը տանելի է լիցենզավորման այն ընկերություններին, ովքեր ներկրելու են, այսինքն լինելու են կոնկրետ թույլատրություններ հրավառության հետ կապված այդ ամբողջը ներկրելու, հետևաբար եթե դու գիտես որ կազմակերպությունն է ներկրում, դու հանգիստ կարող ես նաև իմանալ, թե ինքը օրինակ, հա, ուրեմն վաճառք է կատարել արգելված մարդկանց, հա, այսինքն սրա միջոցով ավելի այդ հրավառությունների հարցը պիտի որ լուծվի, այսինքն պիտի գա մի շրջան, որ ընդհանրապես ուղղակի քաղաքացիները որևէ տեղից այդ հրավառության նյութերը, չգիտեմ դրանց ոնց անվանեմ, ուղղակի չեն կարալու առնել, որտեղ չի լինելու վաճառքի։ Իրանք մենակ կարողանալու են դա վաճառել կոնկրետ մասնագիտական կազմակերպությունների, որոնք էլ անելու են հրավառություններ միայն քաղաքապետարանի կամ կառավարության պատվերով կոնկրետ միջոցառումների ժամանակ։ Ամփոփելով մեր զրույցը, դուք ձեր Facebook-յան էջում շատ ակտիվ լուսաբանում եք բակային աշխատանքները։ Հիմա ուզում եմ հարցնել, արդյոք այսօր բարեկարգվում է բավականաչափ այգիներ։ Տեսեք, իրականում ես երբևէ ինքս չեմ մտածել նրա մասին, թե որ նա բավարարի չափանիշ։ Այսինքն, որ օրինակ մոտ տարիների ընթացքում մենք վստահ լինենք, որ բոլոր երեխաները իրենց բակում կամ մոտ մենք բակերում այս տարի աննախադեպ թվով բարեկարգումներ ունենք, հիմնանորոգումներ ունենք
2023 թվականի բյուջեն ռեկորդային է, 5 միլիարդ 300 միլիոնից ավելի, համեմատության համար ասեմ նախորդ տարի 1 միլիարդ 600 միլիոնի կարգի է եղել։ Բակային բարեկարգում։ Այո, միայն բակային բարեկարգումները եւ դա կոնկրետ եթե վերածենք բակերի, դրանք 210 բակերի մասն է խոսքը գնում։ Իմ գնահատականը լավն է այս առումով, որովհետեւ այս դեպքում թվերով խոսենք, ասինքն 1 միլիարդ 600 միլիոնից եթե աճել է 5 միլիարդ 300 քանի միլիոնի, ուրեմն կատարվում է 3-ից 4 անգամ ավել բակային բարեկարգումներ։ Այստեղ մի քանի խնդիրներ կա, իհարկե իրականում բակերի բարեկարգման հետ կապված հավասարաչափ տեղի դրանք չեն ունենում, ցավոք սրտի կախված չի մեզանից, այսինքն կենտրոն վարչական շրջանում բարդ է բակային բարեկարգումներ անել, որովհետև ուղղակի բակերում այդ բարեկարգումը անելու տեղ չի մնացել, դրանք ամբողջը զբաղեցրած են ավտոտնակներով եւ կամ ուրիշ ինչ-որ կառույցներով, որոնք բայց մենք այդ խնդիրների առաջ կանգ չենք առնում։ Մենք այս 5 տարիների ընթացքում բավական թվով ապօրինի ավտոտնակներ ենք ապամոնտաժել եւ դրանց փոխարեն։ Հեսա ուրախալի բան ասեմ, որ շատ անգամ բնակիչները իրանք են այդ համաձայնությանը գնում ապամոնտաժը։ Ես հենց հիմա մի օրինակ ունեմ, որ ինձ են դիմել, որ ամբողջը պատրաստ են հանեն, եթե մենք բարեկարգենք իրենց բակը։ Ավտոտնակները հեռացնեն, որպեսզի բարեկարգվի։ Ավտոտնակը հին ինչ-որ մեծ իրեր, ամենատարբեր բաներ եւ քաղաքապետարանը համաձայնություն է տվել, որ այդ բակում շուտով մենք ունենանք նախագիծ, այդ բակը կբարեկարգվի։ Այլ մեթոդներ էլ կան, օրինակ վերջերս մենք մի տարբերակի նույնպես եթե տարածքը թույլ տա, մենք այդ մարդկանց ավտոտնակները քիչացնենք, ստորգետնյա պարկինգ կկառուցենք, թեկուզ փոքր։ Դրա փոխարեն բակը կազատվի եւ արդեն մենք նորից կբարեկարգենք։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալ։ Ռադար Արմենիայի եթերում 25 րոպե Երևանի մասին հաղորդաշարն էր եւ մեր հյուրն էր Երևանի ավականու Իմ քայլը խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը։ Շնորհակալություն, ստեյցիոն։